Այնտեղը, որ առաջին ուզում եմ կարդալ, դա գրված է Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ առաջի խոսքից։ 6 օր հետո Հիսուս իրեն հետ վերցրեց Պետրոսին ու Հակոբոսին եւ նրա եղբայր Հովհաննեսին, եւ նրանք բարձր ելը եռան առանձին։ Նրանց առջև այլակերպվեցավ ու իր երեսը փայլեց արեգակի պես ու իր հանդերձները ճերմակեցան լույսի պես։ Եվ ահա երևացի նրանց Մովսեսն ու Եղիան։ Եվ իրեն հետ խոսում էին։ Խոսեցավ Պետրոս ու ասեց Հիսուսին. Տեր, լավ է որ այստեղ մնանք, եթե ուզես, 3 խրճիթ շինենք այստեղ, մեկը քեզ, մեկը Մովսեսին ու մեկը Եղիային։ Երբ նա խոսում էր, լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ, եւ ամպից մի ձայն եկավ ասելով. Դա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ, դրան մտիկ արեք։ Աշակերտները երբ լսեցին, երեսնի վրա ընկան ու խիստ վախեցան։ Հիսուսը մոտենալով դպավ նրանց ու ասեց. Ելեք, մի վախեցեք։ Աշկերտները վերցրեցին եւ ոչ մեկի չտեսան, բացի Հիսուսից։ Նայեք, մի հետաքրքիր պատմություն։ Հիսուսը վերցրեց աշակերտներին, բարձրացան սարը, եւ այնտեղ իջավ Աստծո զորությունը եւ Հիսուսը այլակերպվեց։ Դեմքը փայլում էր, շորերը սպիտակ էին, ու մեկ էլ հայտնվեցին Մովսեսն ու Եղիան, խոսում էին իրար հետ։ Գիտեք ինչ, ես միշտ մտածել եմ, ես շատ եմ մտածել սրա մասին, բայց հələ որ այդպես պատասխանները շատ քիչ ունեմ, դրա համար շատ չեմ կարող խոսեմ դրա մասին։ Ինչ էր սատանան Մովսեսի մարմինի համար կռիվ տալիս Միքայել հրեշտակապետի հետ։ Ինչ որ բան կար, որ ինքը ուզում էր այդ մարմնի հետ աներ, մեկը չստացվեց։ Ու հանկարծ հայտնվեցին Մովսեսն ու Եղիան։ Եղիան գիտենք, որ մարմնով գնացել է, բայց ոչ մեկը չգիտենք Մովսեսի մարմինը ուր է։ Ոչ մեկը չգիտենք ուր է։ Սրա մասին չի թեմաս, պրոստը ուղղակի ուզում եմ մտածես։ Ու հիմա նայեք, գիտեք ինչ, հանդիպեցին, երեքով խոսում էին։ Եվ աշակերտների ուշադրությունը միանգամից մի բանի վրա եկավ։ Հիսուս ջան, ստեղ լավ է։ Արի վրան սարքենք, մնանք ստեղ։ Գիտեք, նայեք, աշակերտները միանգամից ոչ թե կենտրոնացան այլակերպության վրա, ոչ թե կենտրոնացան Հիսուսի փառքի վրա, ոչ թե կենտրոնացան այն իրավիճակի վրա, որ Աստված իրանց աշկի առաջ այն sense չափից ավել գերբնական բան արեց, այլ իրենք կենտրոնացան մարմնավոր մի բանի վրա։ Արեք խրճիթ սարքենք։ Արեք մի բան սարքենք, մնանք ստեղ, տեղ չգնանք ստեղից։ Հիմա նայեք, գիտեք հաճախ ինչ է լինում։ Հաճախ շատ քրիստոնյաներ այդպես են։ Իրանք ոչ թե կենտրոնանում են ամենակարևորի վրա, կենտրոնանում են երկրորդական, երրորդական բաների վրա, կորցնելով ամենաառաջնային կարևոր բանը։ Եվ հիմա նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ամպը իջավ եւ ձայն եկավ։ Գիտեք, սա իմ պատկերացումն է, սա իմ ազնական կարծիքն է։ Հանկարծ Աստված երկնքից նայում է, ասում է տղեկ, լսեք, ձեր տեսողությունը փոխվավ։ Դուք պետք է ավելի շատ կենտրոնանաք Հիսուսի վրա, կենտրոնացեք ուրիշ բաների վրա։ Ասեց, լսեք, տղեկ, եկեղեցի, կամ են մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, ասում է, լսեք։ Այսպես բամ ձայնը երևի երկնքից եկավ, դա է իմ սիրելի որդին, իրան մտիկ արեք։ Ու գիտես սա սենց արթնացան, հա, այս ինչ եղավ, այս ինչ կատարվեց։ Սկսեցին բերիկ սիվայր ընկնել, հա։ Հետո որ հելան տեսան, էլ մարդ չկա, մենակ Հիսուսն է։ Եվ գիտեք Աստված ինչ ուզեցավ ասել։ Ուղղեք ձեր հայացքը։ Եվ այս որո թեման այդպես են վերնագրել։ Ուղղեք ձեր հայացքը։ Մարմնավոր, շնչավոր, չգիտեմ ինչ որ իրավիճակների վրայից ուղենք մեր հայացքը Հիսուսի վրա։ Եթե մենք մեր հայացքը չենք ուղում Հիսուսի վրա, երկնքից ձայն է գալը, որ քո հայացքը սխալ տեղ է նայում։ Մի կենտրոնացի Մովսեսի վրա, մի կենտրոնացի Եղիայի վրա, մի կենտրոնացի խրճիթ սարքելու վրա, որովհետև այդ ամենը Աստծո փառքի ներկայության մեջ երևաց։ Կենտրոնացի Աստծո վրա, կենտրոնացի Հիսուսի վրա։ Իմ աղոթքները։ Գիտեք ես ոնց եմ աղոթում։ Ես աղոթում եմ հրաշքներ ալինում, ես աղոթում եմ բժշկություններ ալինում, ես աղոթում եմ ես։ Որ մնաց Հիսուսը։ Հա, վայ ճիշտ է, Հիսուսը։ Գիտեք շատ անգամ մարդուեցությունը այդպիսին է։
Դիտեք մի բան ասեմ, նայեք։ Ես չգիտեմ քո մոտ տենց եղել է թե չէ։ Դե կարա քո մոտ եղածած չլինի, բայց իմ մոտ եղել է։ Դե դուք սուրբ եք։ Ձեր մոտ չի կարա տես լինի, ինչ որ հիմա ասում եմ։ Դու մտնում ես աղոթքի, սկսում ես 2 րոպե աղոթել, մեկ էլ տենում ես 150 հատ միտք եկավ։ Ճաշը մնաց, հեսա մարդը գալու ես, երեխան դպրոցից գալու ես, բլա։ Հենց աղոթքից դուրս ես գալի, ինչ էի մտածում, ոչ մի բան։ Մտնում ես աղոթքի, մտքերը գալիս են, դուրս ես գալի, ոչ մի բան։ Նպատակը ո՞րն է, գիտեք։ Շեղելու ձեր հայացքը։ Շեղելու ձեր հայացքը։ Բուն կենտրոնից, որը որ Հիսուսն է։ Հիմա նայեք, աշակերտները ինչ արեցին։ Ստեղ լավ է Հիսուս ջան, արի լենգել ոչ մի բանի մասին չէին մտածում։ Մտածում են տաղավարի մասին։ Գիտեք, մեր երկրում այնպիսի կարգավիճակ կա, հենց մեկի գիշերը երազին միած սպիտակ շորերով մարդը հայտնվում, անկախ իրավիճակից ինքը ով է, առավոտը քննիցելու մաս մեկավ ասեց սպիտակ շորերով մարդը ստե մի բան սարքենք։ Ստե մի բան սարքենք։ Ու սկսում են սարքել։ Սարքել վերջացնելուց հետո էլ, գիտեք ինչ է, լում սկսում են մարդիկ այդտեղ երկրպագել։ Երկրպագելուց հետո էլ հայտնվում են մարդ էակներ իրաց տների մեջ, ու գիշերը չեն թողում քնեն, առավոտը ծեծում են, իրիկունը ծեծում են։ Հիմա էլ գալի դիմում են, ասում են, գիտես, կսես բան կա, կարող է գաք աղոթեք մեր համար, որ սրանից դուրս գանք։ Ես չգիտեմ դու տես բան հանդիպել ես թե չէ։ Ինձ մեկ անգամ հրավիրեցին մի գյուղ, չեմ ասի գյուղի անունը։ Եվ գիտեք, ես որ ես գնացի իրանց տուն, բոլորը ողջ էին, բոլորը առողջ էին, բայց ոնց որ ցքի տունելներ։ Բոլորը վախեցած էին։ Ինչ էր կատարվել։ Չգիտեմ ոնց իրանցից մի-որ մեկը երազ էր տեսել, որ ստեղ մի հատ սուրբ քար կա այդ ինչ որ մի հատ կառույցի տակը։ Քանդել են այդ քարը հանել էին, հանը դրել են իրաց դռան դեմը։ Եվ գիտեք, դարձել էր մոմ վառելու վայր։ Օ, հաստի գալիս էր մոմ էր վառում այդտեղ։ Եվ հետո գիտեք ամենասարսափելին որն էր, որ ամբողջ տունս ես դողում էին վախից։ Իրանց տան մեջ հայտնվել էին էակներ, որ աջ ու ձախու տպում էին իրանց։ Գիտեք ամենա իրականում, եւ որ խոսում ես դու Հիսուսից, իրանք ասում են, բայց մենք մտածում ենք դա Հիսուսն է։ Ասում են, քո երազում ամեն սպիտակ մորուքով հայտնված մեկը, դա չի նշանակում, որ Հիսուսն է։ Նայեք աշակերտները, տեսան այլակերպությունը, ասում, վաու, արեք մի անգամից խրճիթ սարքենք։ Գուցե արեք մի անգամից մատուռ սարքենք, գուցե արեք մի հատ սրբավ վայր սարքենք ու սկսենք ստեղ մոմ վառել։ Բայց գիտեք, երկնքից ձայն եկավ, ասել, լսեք, դրանց մի նայեք։ Իմ որդուն նայեք։ Ամեն բանի մեջ կարևոր է, որ դու քո հայացքը ուղղես Հիսուսի վրա։ Եվ նայեք, երբ որ մենք սկսում ենք իրականում մեր հայացքի կենտրոնում ունենալ Հիսուսին, շատ իրավիճակներ փոխվում են։ Դու շատ բաներ սկսում ես չտենալ, շատ բաներ սկսում ես չդատել, շատ բաներ սկսում ես չքննադատել, որտեղ դու նայում ես Հիսուսին ու չես ուզում ինչ անել, կորցնել այդ հայացքի փոխհարաբերությունը։ Ովքեր են սիրահարված եղել։ Ոմանք սիրահարվել են Փառք Աստծուն։ Երբ որ դուք ձեր սիրած տղային տեսաք, նայում եք կոշիկներին, ինչ կոշիկները հագել, այսին սիրուն կոշիկները, այսին սուրքի ծիծակ կոշիկներով եկես պարծիվքով։ Գիտեք, դες հետաքրքիր չէ, սպարծիվք այդ սուրքիդ կոշիկները հագած, թե ինչ, դուք նայում եք իր աչքերի մեջ, ու ասում եք ես սիրում եմ քեզ։ Կապ չունի դու ինչ ես հագել, կապ չունի դու գլխին ինչ ես բերելու, ես հիմա սիրում եմ քեզ։ Համաձայն եք։ Մի քիչ հումոր եմ ասում, բայց իրականում մի քիչ ճշմարտություն կա դրա մեջ։ Դու նայում ես իր աչքերից, մերս ես ինչ խորոդ աչքեր ունես։ Երկում էիր խորոդ աչքեր ունես դու, կամար ունքեր ունես դու։ Բայց խաբար չէր, որ այդ կամար ունքերը դարձվելու է։ Հետո տենալու ես սենց խմաշ չտեղած աշկեր, են խորոդ աշկերը պրծավ։ Գիտեք, ճիշտ է մի քիչ հումոր եմ անում, բայց նայեք, իրականում դու չեք նայում իր հագուստին,
Դուք նայում եք իր դեմքին։ Եվ որ դուք խոսում եք, դուք նայում եք իրար աչքերի ու ժամերով կարող եք իրար հետ շփվել։ Նայեք ինչն ամենակարևորը։ Ես ու դու պետք է մի հատ կարևոր բան ունենանք։ Մեր հայացքի կենտրոնում պետք է մենք ունենանք Հիսուսին։ Գիտեք, երբ որ ունենք մենք Հիսուսին, ասեմ գայթակղությունները կգան, խնդիրները կգան, հիասթափությունները կգան, հիվանդությունները կգան, պրոբլեմները կգան։ Մի հատ բան ասեմ, ոչ մեկի չասեք։ Չեն մնա, կգնան։ Չեն մնա, կգնան։ Բայց երբ որ դու Հիսուսի հետ չես, իրանք կարան մնան։ Իրանք կարան մնան։ Բայց երբ որ դու Հիսուսի հետ ես, քո հայացքը Հիսուսի վրա է, դու ապրում ես Հիսուսի հետ, շնչում ես Հիսուսի հետ, քայլում ես Հիսուսի հետ, իրանք գնալու են։ Հիմա գուցե մեկ ասի, բայց ես Հիսուսի հետ եմ ապրում։ Շատ լավ, դու Հիսուսի հետ ես ապրում, այդ դեպքում քո վրայից պետք է Հիսուսի հոտը գա։ Քո վրայից պետք է Հիսուսի հոտը գա։ Քո քայլերը պետք է Հիսուսի նման լինեն, քո խոսքերը պետք է Հիսուսի նման լինեն, քո նիստուկած Հիսուսի նման լինի, ամեն բան պետք է Հիսուսի նման լինի, որովհետև դու իրանից սովորում ես։ Հիմա կասես որտեղ է տենց գրած։ Եկեք բացենք Եբրայեցիս 12:2։ Ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև դրված ուրախության համար խաչը հանձնառավ, ամոթը արհամարեց եւ Աստծո աթոռի աշկողմը նստեց։ Հիմա նայեք, ասում է նայենք Հիսուսին, առաջնորդին ու կատարողին։ Առաջի փաստը սա է, որ Հիսուսը համ առաջնորդում է, համ քեզ համար օրինակ է։ Հիմա ցանկացած իրավիճակի մեջ հեսա մարդս տուն է գալու։ Հիսուսը ոնց կաներ օրինակ հիմար։ Հա? Ինչ խորհուրդ կտար ինձ, որ ես անեմ։ Կամ կնիկս տուն է գալու, Հիսուսը ինչ խորհուրդ կտար, որ ես անեմ։ Ու գիտեք, երբ որ մենք սկսենք այս դիրքից մեր ընտանեկան հարաբերությունները, մեր գործընկերական հարաբերությունները, եկեղեցական քույր եղբայրների հարաբերությունները, գիտեք, հավատացեք, այնքան բան կարա փոխվի արդեն։ Էլ ոչ մեկից, ոչ մեկի վրա չենք ֆշշցնի։ Ես վերջերս մի հատ բան էի նայում ու արդեն իմ մոտ սկսեց անհանգստություն բերել դա։ Գուցե 3 տարի առաջ 1 կամ 2 հոգի էին, որ իրենց լեզուն կտրում սարքում են երկուս։ Ես վերջերս այնքան եմ տեսնում արդեն մարդիկ, հատկապես դրսերում, այստեղ էլ չգիտեմ, չեմ հանդիպել, ընդրանց էլ չեմ հանդիպել, պրոստը համացանցերով եմ տեսել, որ արդեն իրենց լեզուն կտրում սարքում են երկուս։ Գիտեք, նայեք, ինչն է հետաքրքիր, ուզում են նմանվեն օձին։ Ուզում են նմանվեն այն օձին, որը որ խաբեց Ադամին ու Եվային։ Ուզում են նմանվեն այն Մողեսին, որը որ գիտես կարողանում է մի ամբողջ, չգիտեմ դրանց անունը ինչ տեսակ է, մեծ Մողեսները, որ կարող մի ամբողջ եղնիկ ասես բռնի ու կուլ տա։ Գիտես մարդիկ ուզում են նմանվեն դրան, բայց քրիստոնյաները չգիտես խի համաչում են նմանվելու Հիսուսին։ Ասում են նայենք Հիսուսին, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Ես չեմ կարա սա չանեմ։ Ով ասում որ չես կարա չանես։ Գիտեք, բավական է դու ունենաս Հիսուսի ներկայություն, ամեն բան կարաս անես։ Ամեն բան կարող ես անել։ Եվ նայեք ինչ ասում, առաջնորդին ու կատարողին, որ իր առջև ասում է կեցած ուրախության համար խաչը հանձնառավ։ Սելի եկեղեցիկ, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, երբ որ ձեր իրականում հայացք ուղղված է Հիսուսի վրա, դուք չեք վախենա խաչից։ Դուք չեք վախենա, որ ձեզ օրինակի համար, չգիտեմ, ձեր բարեկամները կարան ինչ որտեղ հալածեն կամ, չգիտեմ, ձեր հետ սկսեն չշփվել։ Գիտեք իմ համար ինչն է զարմանալու։ Մարդը նարկոման է, կնիկը ալկոգոլիկ է, երեխեքը չգիտես ինչ կարգավիճակում են, սաղ որ իրենց տունը կռիվ, ղալմաղալ, էնի դեղի տակա գալի, էնի չգիտես ինչի տակա, ու հանկարծ այդ մարդիկ քեզ ասում են, շեղվել ես, հա։ Դուք հասկանում եք աբսուրդի աստիճանը։
Մարդը դեղի դոզայի տակա, կնիկը, չգիտես, ուրիշ ալկոհոլի ոգու ազդեցության տակ, հարբած, քեզ ասում է, «Էս շեղվել ես»։ Ուզում ես հասկանաս։ Ուզում ես հասկանաս իրականում։ Ու այդ մարդը ասում է, դե չէ, ես դե մնացածի պես սկսում եմ հավատալ։ Եկեք մենք հասկանանք։ Իրականում ով է շեղվածը։ Ու մենք ինչ ենք անում նման մարդկանց հետ կարծիքի են նստում։ Բայց երբ որ քո հայացքը ուղղված է այդ բան կա, գիտեք, նկարահանման մեջ այսպիսի մի բան կա, ֆոկուս են ասում, հայերեն չգիտեմ դա ոնց է։ Գուցե բոլոր լեզներով ասում են ֆոկուս։ Գիտես, երբ որ դու ուզում ես գեղեցիկ կադր ունենաս, դու պետք է ֆոկուսը ճիշտ տեղը բերես, որ ստանաս այն պատկերը, որը որ ուզում ես։ Երբ որ գիտես կա ֆոկուսը տեղը չի, ես լղոզված բան ես ստանալու եւ այդ պատկերը լավ չի լինելու։ Հիմա նայեք, եթե դու ուզում ես քո քրիստոնեական կյանքի պատկերը ճիշտ լինի, քո ֆոկուսը պետք է ճիշտ լինի։ Գիտեք, ես մեր տեսախցիկը ունի այդ իր վրա այդ օբյեկտիվը։ Երբ որ դու իրան հիմա մեր ծառայողը եթե սկսի ավելի մեծացնել, ավելի օրինակ այս պատը մոտիկացնել կամ մի բան, գիտեք, կարող եմ դեմքը ընդհանրապես էլ չէ, ասել լղոզված լինի։ Բայց ինքը ֆոկուսը բերում է, որպեսզի ոչ մի բան լղոզված չլինի։ Հիմա նայեք, երբ որ իմ ու քո ֆոկուսը իրականում ճիշտ է Հիսուսի վրա, մեր տեսողության մեջ ոչ մի բան լղոզված չի լինում։ Մենք ամեն դետալը սկսում ենք տեսնել։ Այդ միտքը որտեղից եկավ, ինչի համար է սա, իր նպատակը որն է, ուր է ինձի տանում, ինչի է սա այսպես լինում։ Բայց երբ որ մեր պատկերը լղոզված է, ինչ ասես անում ենք։ Գիտեք, երբեմն մարդիկ իմ հետ խոսում ասում լղոզված մի խոսա։ Լղոզված մի խոսա, ասեն ինչ որ պետք է ասես։ Հերվից, տակից, կողքից, վերևից, ներքևից, սենց փորձում ես լղոզել ինչ որ բաներ, դե մի իմ ասում է աշխարհը դե այդպես, տղա ես արի գլուխ ան, ինչ է ուզում քեզ ասի։ Հիմա նայեք, սա այնքան վտանգավոր է։ Գիտեք, շատ անգամ մենք չենք նայում հրաշքանողին, նայում ենք հրաշքին։ Մեզ չի հետաքրում հրաշագործը, մեզ հետաքրում է հրաշքը։ Գիտես, մարդը գալիս է Աստծո տուն, մարդը գալիս է եկեղեցի, իրան մի հատիկ բան է պետք։ Իր խնդիրը լուծի ու գնա, վերջ։ Իրան հետաքրքիր չի հրաշագործը։ Իրան հետաքրքիր չի ով արեց այդ հրաշքը։ Իրան պետք է իր հրաշքը, ես գնացի, վсё, պակա, գնացի ես։ Բայց գիտեք, իրականում ինձ պետք է հրաշագործը։ Որտեւ ես հրաշագործին եմ, ամեն անգամ այդ հրաշքը կունենամ։ Մեկ անգամ ու չի ու վերջ։ Գիտեք, մարդիկ նայում են ֆինանսին, քիչ առաջ նվիրատվության խոսք էր խոսում եղբայրը, բայց չեն նայում տվողին։ Հիմա բոլոր աշխատողները հատկապես պետական նստեղ սերունդ կա, որ իրան գիտեն, գնում էիր, ստորագրում էիր, փողը հաշվում էր հաշվապահար ձեռը տալիս էր քեզ, հələ մի 500 դրամ էլ իրան էր թողում կամ 1000 դրամ, ճիշտ եմ, չի ասում, դες բաներ եղել են, հա, թե խեր թողում չգիտես դու էլ, որ հերթը դերի մի քիչ առաջ գցել, հիմա բոլորը քարտային ես, ոչ մեկ երես չես տենում, մենք ճլենք նամակա գալիս, որ քարտիդ վրա աշխատավարձդ նստել է, Իսկ չես էլ տենում ով ուղարկե։ Չգիտես էլ որ մեկ աշխատողն է ուղարկե։ Քեզ համար կարևորը քո քարտն է։ Հիմա նայեք, շատ անգամ մարդիկ այսպես են նայում եկեղեցում։ Թողած ուղարկողին նայում են իրանց այդ պահին, սել եկեղեցի։ Գիտեք, իրականում ուզում եմ որ ամեն մեկից մոտ սկսենք մտածել։ Իրականում իմ հայացքը ում է ուղղված։ Արդյոք ես իրականում Հիսուսին է ուղղված իմ հայացքը եւ ամեն բանի մեջ ես վազում եմ առաջինը ասում Տեր, կասես ոնց անեմ, կասես ոնց անեմ, կասես ոնց անեմ, կասես ոնց անեմ։ Երբ որ դու տես չես ապրում, գիտես մտքիդ ինչ կամի փչում անվես։ Ո՞վ է տեսել Քաջնազարի ֆիլմը։ Հա, Փարքասոն, ոմանք տեսել են։ Ես խորհուրդ կտամ ովքեր չեն տեսել նայեք, շատ հետաքրքիր լիքը բաներ կա որ կարաս իմաստություն սովորես։ Նստած արդեն գահին Գյադեք ես կոմ, եկել գրրրր սա ժողովուրդը գնացին են կոմ։ Չէ, հեմի գյադեք ես կոմ, գնացին են կոմ։ Եկել ասում նոր հրաման եմ տալիս, սրանից հետո արևը պստից դուրս գա, ունդեղ մտնի։ Եկել այդ պային դարձյալ հայտնվում է կինը,
Ցախավելը ձեռին։ Ու դուր թե կտաս։ Գիտեք իրականության մեջ այսպես է։ Երբ են գալիս քո հիասթափությունները, երբ են գալիս քո գայթակղությունները, երբ են գալիս քո անկումները, երբ որ քո կենտրոնում Հիսուսը չի։ Որտեղ երբ որ քո հայացքի կենտրոնում Հիսուսն է, հիասթափություններին դու չես թույլ տա որ գա։ Գիտես քո կողքը փոթորիկ կլինի, քո կողքը գուցե չգիտեմ ցունամի լինի, բայց ասում ես Հիսուս մեկա ես գիտեմ որ քո մոտ ապահով է։ Պին բռնած եմ քեզանից։ Գիտես որ քո հայացքի կենտրոնում Հիսուսն է, դու երբեք չես գայթակղվի։ Այսօր ով ինձ չտեսավ, չբարևեց, վերջ ես գնացի եկեղեցուց։ Դուրն են կողմն ասում են։ Նայ գիտեք ի՞նչն է ցավալին, որ մարդիկ մի անգամից հիասթափություն են ուզում ապրեն։ Չեն ուզում ոչ մի բանի համար պայքարեն։ Չէ, Հիսուս ջան, իմ հայացքը քեզանից չեմ կտրի։ Ինչ ուզում ա լինի, մեկ այս քեզ եմ, քո հետ եմ շարժվելու, նայելու եմ քեզ, նայելու եմ քո գործերին, նայելու եմ դու ոնց արեցիր, նայելու եմ դու ոնց շարժվեցիր։ Բա դու գիտես ես ինչ դժվար ժամանակներ եմ ապրել, կամ ինչ անցյալ ունեմ, կամ ինչ ներկա ունեմ, ինչ ապագա ունեմ, ինչ ապառնի ունեմ, ինչ ներկա ունեմ, արդեն անցանք հայոց լեզվի դասին։ Գիտեք կապ չունի դա։ Քո կյանքում մի հատիկ կարևոր բան կա։ Արդյոք քո հայացքը ուղղված է Հիսուսին։ Հավատացեք, ցանկացած խնդրի լուծում Հիսուսի մեջ կարող ենք գտնել մենք։ Ցանկացած խնդրի լուծում։ Ինչ եք մտածում։ Մի տեր, որ իր քաղաքի ասֆալտը ոսկի է փռել։ Ամեն մի դուրը, էսի մի թանկանոց մարգարիտներ ու ինչ բրիլյանտի քարեր են։ Ու դու էլ օրինակ հիմա չգիտեմ $10,000 պարտք ունես։ Միթե իր համար անենար է, հրաշք անի, որ դու այդ ամենի տակից դուրս գաս։ Գիտեք ասած ես ոչ մի բան իր համար աննարին չկա։ Ոչ մի բան։ Բայց մի բան է կարևոր, արդյոք դու իր հետ ես։ Այդ կոնտակտը կա թե չկա։ Եթե այդ կոնտակտը չկա, դա իրականում շատ վտանգավոր է։ Սաղմոս 123, նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Առաջի խոսքից եմ ուզում կարդալ։ Քեզ են բարձրացնում իմ աշկերս, ով երկնքի մեջ բնակվող։ Ահա ինչպես ծառաների աշկերը իրենց Տիրոջ ձեռքին են նայում, ու ինչպես աղախնի աշկերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աշկերը Տիրոջը մեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի։ Չէ, եղբայր, դուք սխալվում եք։ Հենց ինչ որ խնդիր է գալի, իմ աշկերը նայում է բանկին, իմ աշկերը նայում է հարուստ քեռուն, նայում է Ամերիկայում բարերը, բան ունեմ, բարեկամներ ունեմ, միանգամից իրանք են գալի։ Աղջի կներեք էլի։ Աղջի Վարդուշ, դու Ամերիկա դες լավ ապրում ես։ Չես ուզում մեկ քիչ մեզի փող ղրգես։ Լիքը խնդիրներ ունեն։ Այնտեղ տպավորությունը Վարդուշն դենստած բան ստանոք ունես, տպ օրական $100 է տպում էլի։ Այդ մարդն այնտեղ աշխատում։ Դե Ամերիկա է։ Ինչի՞։ Ինձ հուշում են ասում են դե ծառերի վրա աճում է։ Այդ սերմը ուզեք, ոչ թե բերքը ուզեք, սերմը ուզեք, որ բերեք ցանեք։ Գիտեք ի՞նչն է ցավալին, որ մեր աշկերը չեն նայում, Տիրոջը հասկանանք ինչ անենք, ուր գնանք, ոնց վարվենք։ Մի անգամից գալիս է բանկը, 2 օր առաջ բանկի զանգել էին։ Մենք ձեզ լավ առաջարկ ունենք, ասում լսում եմ ձեզ։ Միջև այդ նամակներ էին ուղարկել, որ 20%-ով վարկ ենք առաջարկում, ասի ես կարող գիտեք ձեր համար հարիվ եմ, ինչև 20%-ով վարկ եք առաջարկում։ Զանգելա, մի սենց, ու հատկապես այդ զանգողները շատ բարեհամբույր ձայնով աղջիկներ են հիմնականում լինում։ Բարև ձեզ Հովիկ Մկրտչյան է տկոսում, այո, լսում եմ ձեզ։ Մենք այս բանկից ենք զանգում, ասում հա, լսում եմ, ասեք։ Մենք ձեզ լավ առաջարկ ունենք, ասի պրծակ, ասի շնորհակալ եմ, չեմ ուզում։ Հա, ասա, չեմ ուզում։ Չեմ ուզում վարկ վերցնեմ։ Շնորհակալ եմ ձեր վարքից։ Այդ վարքը դու գլխից պատված է դառնալու։ Լավ, ադբոյ տվեցին։
Իսկ են ուսս մա կպա վեսաղոթում է ասում է Տեր ինձ ֆինանսա պետ, ահա տեսակ բանկի զանգեցին ասեցին։ Այդ չգիտես որ բանը թակարդ է։ Հետո էլ պետք է գնաս այն մյուս բանկից վերցնես ասես մի բանկին, արանքով էլ մի քիչ կժմտում ես, արդեն մնում ես երկու բանկի պարտք, հետո մտածում ես երրորդ բանկից վերցնեմ տամ ես երկուսին, երրորդից ես մի քիչ ես կժմտում, հետո մեկ էլ մի օր գալի տեսնում ես որ եկել են դուրը թակում են ասում են տունը տանում ենք։ Ասում եմ աշկերը քեզ են նայելու այնքան ժամանակ մինչև որ ինչ չողորմես։ Արդյոք մենք տենց ենք ուզում։ Արդյոք մենք տենց ենք ուզում։ Թե գիտեք ինչ կա, առաջի եկած մտքի դեպքում մենք անում ենք այն ինչ որ այդ պայն մեզ եկավ միտք։ Գիտեք, ասեմ ձեզ այնքան ա եղել։ Եթե այդ պահին դու կարողանաս մի ժամ, երկու ժամ այն ոդկը ցենց ամուր սեղմես մեքենա այդ արքելակման այդ համակարգին, որ չշարժվես ոչ միտեղ, մի ժամ հետո որոշներդ փոխելու ես։ Եթե այդ պահին եկավ այդ միտքը, քայլ չարեցի, մի ժամ հետո կարող ընդհանրապես էլ տես բան չանես։ Դա գիտեք ինչ է նման, որ դու սկսում ես իր հետ խոսել, Տեր ինչ անեմ։ Ես սենց անեմ թե չանեմ։ Ես մեկը սենց անեմ թե չանեմ։ Ուղղակի երբ որ սկսում ես իր հետ խոսել, այնքան բան ես հասկանում, ու սկսում ես այնքան բան փոխել։ Ուղղիր հայացքդ։ Գիտես, եթե հիմա ֆոկուսդ փախել է, շատ բաներ լղոզված ես սկսում տեսնել։ Քեզ մի հատ կարևոր բան կա, ուղղես քո հայացքը Տիրոջ վրա։ Սել եկեղեցի ուղղեք ձեր հայացքը Տիրոջ վրա։ Այդ դեպքում ձեր կյանքում այնքան հրաշքներ կսկսվեն։ Հավատացեք, Աստծո համար անհնար չի։ Անհնար չի քեզ օրհնելը։ Ծառայողներ կան այստեղ նստած, որ իրանք վկա են հենց այդ դեպքին, ինչ որ ասում եմ։ Մենք նստած էինք եւ հանկարծ նամակ եկավ հեռախոսի վրա, ասի երեխեք մեզ փող ըրգեցին։ Եվ գիտեք, հենց voice-ն էլ հետը, ես չեմ տարի թաքուն լսեմ voice-ը, հետո գամ ասեմ, ահա տեսեք ինչ են ասում։ Հենց իրաց ներկայությամբ սեղմել եմ։ Առանց վախենալու կամ առանց երկար բարակ մտածելու։ Բայց մարդը, այսինքն աղջիկա, voice-ը ուղարկում։ Հովիկ եղբայր կաղոթեի եւ աղոթքից մեջ ձեզի տեսա, ու 1000 եվրոն գուղարկեմ ձեզի։ Գուզեք երեխաներին վրա ծախսեք, գուզեք եկեղեցուն, բայց անպայման գուզեմ, որ ձեր ընտանիքին համար էլ հոստեղից բաժին հանեք։ Ասում դե մեր երեխեք ասեք, ես ինչ անեմ, ես ճամփրուկուր դնեմ, ասում կլինի ասեք որտեղ ինչ անեմ։ Մենք ձեզի կվստահենք։ Մենք ընդհանրապես չէինք մտածում, որ այս մարդիկ ֆինանս ուղարկեին։ Եկես մարդ աղոթում է, աղոթքի մեջ տեսնում է մեկին, ֆինանս ուղարկում է։ Երկու շաբաթ առաջ Երևանում ծառայում էի։ Մեկ էլ մեկը մոտեցել, ասում ուզում եմ քեզնից ներողություն խնդրեմ, ասում ինչի համար։ Ասում 12 տարի առաջ քեզ սրտից մեջ անարգել եմ, ասում անարգել 12 տարի։ Մեկ էլ ուզում եմ քեզ օրհնեմ, ասում ախպեր հոբ։ Ես հիմա ծառայում եմ մի խանգար ինձի։ Կսպասեմ լավ, վերջը սպասես, վերջը մոտեցել ենք, ասում եմ դուք մենք իրարից ինչ-որ բաներ պատմում, մեքենայից բան եմ հարցրել, ասում կներեք երևի այդ տրամադրությունս կամ խելքս տեղը չեղե չեմ պատասխանել բան։ Չէ, ես եմ ուզում ներողություն խնդրեմ, ասում եմ որովհետև երեք Տերը երազից քեզա ցույց տվե, ու ասել է կգնաս իրանից ներողություն խնդրես ու իրան կորտնես։ Ուզնայեմ հանել եմ ծրարա, տալ ասում եմ այս եկեղեցուն ասում չէ, էսի ձերն է։ Տերը ասել է որ ձեզ օրհնեմ։ Ու գիտեք ես նայում եմ։ Գիտեք ես շուտ ամեն օր իմ կյանքում տենց ալնում։ Սա գիտես մի բան եմ ուզում քեզ ասել, որ Աստծո համար անհնարին բան չկա։ 12 տարի առաջ։ Ես այդ մարդոսքի չեմ էլի շում ով է։ 12 տարի հետո ես չգիտեմ ինչի է տես լինում։ Աստված իր երազին գալիս, մը գիտես չկա ցույց է տալիս, ասում գնաս այդ մարդուս կասես կներես, հետ էլ կորտնես։ Հիմա նայեք, գիտեք ի՞նչ է հետաքրքիր։ Կարա քո կյանքի մեջ ամեն անգամ հրաշքներ լինեն։ Գիտեք, երբևիցե չէի մտածի, բոլորը գիտեք այդ պատմությունը։ Որ մարդիկ կանչեցին, ասին գիտես չկա, այս գույքը, էսի սենց, այս բանաներ քեզ, ես տղեկ ձեր մի առեք։ Ախպեր ավտոն քոնը նվեր ենք տալի, չես ուզում։ Դայք ինչ-ն է հետաքրքիր, որ ամեն բանի մեջ Աստծո համար հնարավոր անհնարին չկա, ինքը ամեն բան կարա անի։
Ասում եմ իմ աչքերը քեզ են նայում մինչև որ դու ինձ ողորմես դե էտի հովիվ ջան դու հովիվ ես դրա համար տենց ելնում մնա մեր մոտ այդ բանը չի կարա լինի մենք հələ ուր ես որ շատ տարիներ առաջ էր 2000 թիվներ միտեղ ծառայում էի ու ամեն անգամ ենք եկեղեցում զոհաբերում ենք ասում եմ աստված մեքենա եմ ուզում հետո մեքենան հրաշքով առանք պատկերացրեք խոսքի $10,000 մեքենա առել ենք օրինակ համար դրանք $1,500 էլի այն ժամանակվա գումարը այդպես տարբերություն կար մեկ էլ իմ խմբակի քույրներից մեկը սենց արեց հովիկ եղբայր մի բան հարցնեմ ասում ասեք լսում եմ չեմ ուզում անում տամ ասեց ինչքան զոհաբերեցիք որ աստված ձեզ մեքենա տվեց գիտեք մարդը մտածում է այդ զոհաբերության չափ գոյություն ուներ բայց իրականում այդպես չէր դա հավատքի չափ էր եւ ես ուզում եմ մի բանի վրա էլ քո ուշադրությունը դարձնեմ Մատթեոս 14:2-ում հետաքրքիր բան կա գրված Հիսուսը ջրի վրայով գալիս է Աշակերտները տեսնում են մի բան պատկերացրեք Ուզում ձեր բարձրացնեն են մարդիկ որ իրանք ունեն մասնագիտություն 1 2 3 4 ահա 4 հոգի մասնագետ ունենք 5 Հիմա նայեք 6 նայեք իշտ հետաքրքիր Պատկերացրեք ձեր մասնագիտության մեջ մի տարօրինակ բան է կատարվում Դուք խմորը հունցում եք մտածում եք որ հեսա պետք է այսքան ժամ հետո էսի սենց լինի մեկ է գալտենում եք լրիվ ուրիշ բան եղե 3 րոպե հետո Դուք քարը դնում եք պատկերացնում եք հեսա այսքան ժամ հետո պետք է կպնի էսի սենց կլինի մեկ է գալտենում եք լրիվ ուրիշ բան եղե Դուք ասում եք էսի չի կարա սենց լինի ու պատկերացրեք աշակերտները ծովի վրայի մարդիկ էին ջրի մարդիկ էին ու մեկ էլ նայում են մեկը քայլելով գալիս է այսի անհնարին բան է ոնց կարա մարդը ջրի վրա քայլի Իրանց բոլոր մաթեմատիկական հաշվարկներով իրանց բոլոր ամեն ինչով դա անհնար էր բայց Հիսուսը քայլելով գալիս էր Սկսին վախենալ Հետո կարակ տունը կարդակ Ասես տղեկ մի վախեցեք ես եմ Այն մեկ ասես լավ եթե դու ես ասա ես էլ գամ ասեց արի ասես լուրջ Գամ մի քիչ բարերով եմ ասում ասեց հա արի Պատկերացնում եք ինքը սենց ոտը դնում է նավից դուրս Ոսես նայում է իրան որ հանգարց չփախնի հանգարց չկորի իր տեսածը Ես զգում եմ ոնց որ չի սկում Ես մյուս ոտն էլ է հանում նավից դուրս բայց բռնած է նավին հանգարց բռնելու դեպքում միչել փոթորիկա չխեղտվեմ Զգում եմ որ չի շտում Չէ ես ջուր է թե ինչ է Չէ ոնց որ պինդ է ոտերից տակ Ու սկսես քայլ անել մեկ էլ քամին հելավ Հատկապես մեր մոտի քամիները շատ լավ են։ Նենց քամիոնից ձենել է հետը հանում։ Ասեց հələ տենամ ինչ է կատարվում կողքս։ Գիտեք հայացքը Հիսուսից շեղեց թե չէ։ Այդ ոտի տակի ամրությունը միանգամից անհայտացավ։ Նայեք։ Հենց ձեր հայացքը շեղում է Հիսուսից, ձեր ոտքի տակի ամրությունը անհայտանում է։ Պատկերացնում եք մարդ, որը որ նավաստի, մարդ, որը որ ձկնորս, այնպիսի փոթորիկ էր, որ սկսեց երևի բլբլթացնել։ Գուլ, օգնեք։ Ձեռը գցում է Հիսուսը, հանում է իրան, ասում է, ինչի երկ մտեցիր։ Հիմա նայեք։ Քանի դեռ մեր հայացքը ուղղված է Հիսուսի վրա, մեր ոտքերի տակ ամուր է։ Հենց մեր հայացքը Հիսուսի շեղում ենք, այս խնդիրը, այս խնդիրը, այս իրավիճակը, այս հիվանդությունը, այս դժվարությունը Մեկ ես զգում ենք արդեն ջուրը ստել բլբլտում է, բլ Գիտեք, բայց քանի դեռ մենք նայում ենք Հիսուսին, մեր կողքի այդ փոթորիկը մեր վրա ազդեցություն չունի։ Մենք ապահով ենք։ Սել եկեղեցի ամեն մարդիկ ովքեր որ մեզ լսեք, եւ որ ձեր հայացքը ուղղված է Հիսուսի վրա, դուք ապրում եք Հիսուսի հետ, ապրում եք Հիսուսով։ Հավատացեք, ձեր կողքի փոթորիկները ձեզ չեն կարող վնասել։ Ձեր նավը չի խորտակվի։ Բայց հենց ձեր հայացքը շեղում եք, սկսվում է փոթորիկի ալիքները ձեզ ինչ անել վնասել։ Խնդրում եմ ձեզ մտածեք։ Խնդրեմ գաք նվագեք։ Խնդրում եմ ձեզ մտածեք։ Պարզապես մտածեք։ Որտեղ է իմ հայացքը։ Գալիս եմ եկեղեցիս, ես մի հատ այն բան կա, ասեն սկանա, մեկը զմյանում նայում եմ, ահա, այս մեկը նոր շոր առե։
Այս մեկը հին շորով էր, այս մի անցած շաբաթ տեսել եմ այս շորը։ Նա դեռ sense կանեմ անում, հայ մեկի վզին արդեն նոր շղթա կար։ Հետո գնում եմ տուն թեմայա։ Տեսա՞ր։ Այս ինչը ասում եմ փող չունեմ, բայց տեսար ինչ շղթա էր գցե պարանոցին։ Բայն մեկը սաղորը լացում է։ Տեսար սիրուն շորիկով էր նստած։ Ասես այդ որտեղից։ Ուղղակի մարդը սկսում է տառապել։ Մեկի շղթայով, մեկի շորիկով, մեկի կոշիկով, մեկի մատանիով սկսում է տառապել։ Գիշերել քունը փախնում է։ Սկսում է մտածել, որտեղից, ոնց արեց։ Մեկ էլ սկսում է մտածել ով կա իրան մոտիկ, ով կա, հիշի, ով կա իրան մոտիկ։ Գտա, գիշերվա ժամը 3-ին զանգում է։ Մարդը քնից ելնում է։ Բան եղե, ինչ եղե։ Չէ, լսի, քունս չէր տանում, հա քունը չէր տանում, մեկինը տանում է։ Ուզում եմ իմանամ դու այդ քիփ ես։ Այդ վզի շղթան որտեղից։ Հայ բալամ, ինչ իմանամ որտեղից թող կնեմ։ Չէ, քունը չի տանում, ուզում եմ իմանամ։ Մարդն է նվեր տվե։ Հնչի ինքը ամուսնացած, հա։ Բայց գիտենք ամուսնացած չի։ Այ մարդ ամուսնացած է, երեխեք էլ ունի։ Մարդու գործն է լավ է։ Վայ, սպասի։ Մի հատ վալեդոր խմեմ նոր։ Գործն է լավ է։ Գիտեք։ Միքշև առավոտ վերջ իմացավ գործն է լավ, էլ քունը չտարավ։ Բայց այս մարդը ում վզի որ շղթան է։ Խաղ քնած է որտեղ իր հայացքը Հիսուսի վրա է։ Հիսուսն էլ մարդի երազին եկել ասել է լսի աղջկաս համար մի հատ շիկարնից վզնոց ես առնեմ։ Նայ հա։ Ո՞նց չառնեմ։ Գիտեք, գուցե դու մտածում ես հումոր է, բայց իրականության մեջ դա այդպես է։ Քանի դեռ նայում ես դու Հիսուսին, քո ոտքերի տակ ամուրը։ Բայց հենց հայացքդ Հիսուսից շեղվում է, սկսում ես կամանց սկել։ Այսօր մարդիկ ինչի են ֆինանսական մեծ անկումներ ունենում, որովհետև շատ հարցերի մեջ ես չեմ ուզում որևիցե մեկին քարկցեմ, խնդրում եմ ճիշտ հասկացեք, ամեն մարդիկ ովքեր մեզ կնայեք, բայց ես միշտ մի բան գիտեմ, երբ որ մարդը անելուց առաջ չի հարցնում, չի լսում, երկու օր առաջ տղաներից մեկը ինձ հարց է տալի, այս անձնավորությունը սենց խիա սենց եղել, ասում որտեղ իրանք չլսեցին, եթե առաջին Աստծուն լսեն, ասեն Տեր, անեմ թե չանեմ։ Եթե լավ չեն կարողանում լսել, գային հովին, ասեն հովիվ, գիտես կասես, բան ենք ուզում անենք։ Ինչ կառաջարկես, մտնեմ դրա տակ թե չէ։ Գիտեք կարեն այդ մարդիկ այսօր եկեղեցում լինեն ծառայության մեջ լինեն ու լավ էլ օրհնված լինեին։ Գիտեք ես ցավում եմ դրա համար։ Բայց գիտեք հենց Հիսուսից շեղվեցին իրենց ոտքերի տակի ամրությունը, գիտեք ինչ արեց, մի անգամից փլվեց։ Մեկ անգամ հետաքրքիր ռոլիկ է նայում։ Հայերեն հումոր ենք ասում, անգլերեն պրանկ են ասում դրան։ Վերելակ էր, վերելակի հատակը հավաքել էին էկրան։ Լեդվ էկրան էին հավաքել։ Պատկերացեք, դուք սեղմում ես կոճակը քո շենքի, օրինակ 15 հարգանի շենքա։ Նստում ես, չես նստում, կանգնում ես քո վերելակի մեջ, սեղմում ես, որ դու բարձրանաս տուն։ Մեկ էլ այդ էկրանում այնպես կառուցված էր, որ դու տեսնում ես ոնց որ հատակ է։ Մեկ էլ իրանք միացնում են այդ ռոլիկը ու սենց քանդվում է։ Դու տեսնում ես, որ քանդվում է, դու տեսնում ես այդ տրոս հայերեն չէ, պարանը, չգիտեմ։ Լավ, այդ վերելակի տրոստերը տեսնում ես, այդ ամեն ինչ այդ էկրանի մեջ քեզ ցույց է տալու, որնքան բնական է, որ դու պատկերացնում ես, որ դու ունգում ես, բայց հենց դու կանգնած ես, բայց դու ամենը տենում ես։ Ու շատերս սրտները բռնած են գալի վերելակից, բայց իրականում ամուր էր ոտքերի տակ։ Շատ անգամ սատանան այդտենց իրավիճակ է ստեղծում քեզ, որ դու չուզենաս նայես Հիսուսին, այն նայես դրան ու ես սարսափես։ Ես հարցակում ա գալի քո կյանքի մեջ, փոխանակ կանգնես աղոթքին, ես պանիկայի մեջ։ Ես ինչ եղավ։
Քեզ մի բան առաջինը կանգնի Տեր, մտ ուզում եմ խոսես։ Սա էլ կասեմ ու վերջացնեմ։ Նայեք, սա իմ թեմայում գրած չէր, ուղղակի հիմա դրա համար եմ ուզում ասեմ։ Դավիթը իր ամբողջ տունը տարել էին։ Ծառայողները իր տանեկցիկին տարել էին։ Ունեցվածքը, կանանց, երեխեքին, վերցե տարել էին։ Հետ էին եկել պատերազմից սաղ պատերազմող սենց սուր ճոճող մարդիկ էին։ Սաղատամները կրճտացնում են, ոնց մեր ընտանի, Դավիթ ասա ինչ անենք, շուտ արասեց համբերեք, եփուդը բերեք, եփուդը բերեք, միչև չհարցնեմ տիրոջ ինչ անենք չենք անի, Տեր գնամ ասեց գնա, գնացինք տղեկ, գնում են, մի քանի անգամ ավելա լինում նրանց հակառակոր, հարցերը լուծում են, վերցնում են իրանց կանանց երեխեքին, իրանց ունեցված տելետը հետ են գալիս։ Հիմա նայեք, այնքան կարևոր է սա, որ ես դու հասկանամ։ Բա Տերը չի ուզում խոսի։ Լուրա։ Հասկացի ինչն է պատճառը, որ լռել է։ Ասում եմ, հիշի որտեղից ես ընկել, գնան դեր, չէ, հիմա եմ ուզում։ Լսեք, այնքան մենք ոնց որ այս աշխարհը հիմա արագացված տեմպերով է։ Գնում ես օրինակ խորովաց պատվիրելու, գիտես որ գոնե միսը պետք է եփի թե չէ։ 30 րոպե, 40 ես չգիտեմ ես այդ մասնագետը չեմ։ Չէ կարա մի փաթաթեք տանեմ։ Ասում կարամ կշռեմ, ջարդեմ կշռեմ տան։ Չէ, պետք է չեն կարա ուտենք։ Ամեն արագ տարբերակ է դա։ Մեկ ինձ ասում են ինչքան ժամանակ տեղ, ասում շատ արագ եք ուզում, ասում հա, ասում всё, քշե գնացեք։ Ասում բառան ցակի, ասում ամեն արագ տարբերակն է դա։ Դրանց արագ տարբերակ չկա։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք, սել եկեղեցիք, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք։ Այս աշխարհը ամեն ինչ ուզում է անի, որ քո հայացքը շեղվի։ Նորաձևության վրա, նոր բջջային հեռախոսի վրա, նոր մեքենայի, նոր մոդել, նոր։ Ու երբ որ դու գնում ես դրա հետևից, այնքան բան ես կորցնում։ Մգուցե մեկ ասին չէ, դա մեզ պետք չի։ Շատ ավա որ պետք է։ Քսի դու կարող ես Հիսուսի վրա կենտրոնացած այդ ամեն ինչ ունել, ես օրհնում եմ։ Ունեցի ամենալավագույնը։ Բայց չկորցնես դրա փոխարեն Հիսուսին։ Այդ եմ Ռուսաստան աշխատեմ։ Ինչ ես անելու։ Դե մի բան կանեմ, մենք այս վերջերս կնոցից հետ մի տեղ էինք։ Ես չգիտեմ հետո իրան կլսեն թե չէ, թույլտվություն չեմ հարցրել իրանց ասելու սա։ Քեզ ամուսինը պետք է գնա Ռուսաստան։ Ասի կլինի չգնաք։ Ասի կլինի չգնաք։ Աստված ձեզ այստեղ կարաորտնի։ Դե հով ջան արդեն տոմսերը սարսվող առել, մերոնք առել են։ Ասա թող հետ տան, մի գնամ։ Չես օրտնվելու, որովհետև այն ինչ որ դուք ասում եք, իմ ներսում գա եկավ այդ խոսքը, որ մի գնա։ Դե ինչ անեմ, արդեն ասի լավ, մենք կնոց հետ եկանք։ Ու գիտես ինչ էր ամենահետաքրքիրը։ Ոնց որ մենք եկանք, մեր երկու ինքը պետք է թռներ։ Մենք էլ մի 3 օր հետո կինը նամակագրում ինձ։ Հովիվ ջան ասում է, հետ է եկե։ Ասում գնաց հասավ այնտեղ, չգիտեմ ինչ է եղել, չմանրամասնեց։ Տոմսեն առը հետ է եկե։ Ասում ափսոս չէ Տոմսի փողը։ Տնեք ձեր ընտանիքի վրա։ Հետո տղան այս գրում, Հովիվ ջան, չլսեցի քեզ, հետ եմ եկե։ Ասում դե լավ, փառք Աստծուն։ Գոնե հիմա լսեք, շարժվեք Աստծո հետ առաջ։ Գիտեք, այնքան մարդիկ են եղել։ Տարբեր ժամանակներում ծառայության մեջ։ Ասել են այս բանը սենց անենք, ասել են մի արեք երեխեք, կվնասվեք։ Ախր այնքան գայթակղիչ առաջարկ կա։ Ու գիտես գնացի արելն ու վնասվել եմ։ Խնդրում եմ ձեզ, ինչ-որ բաներ ծառոջ մտածեք։ Տեր ես քեզ եմ ուզում։ Իմ հայացքը ուղղում եմ քո վրա։ Այս բանը այսպես անեմ, թե չէ։ Գիտեք, սա այնքան կարևոր է։ Սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս։ Իմ հայացքը ուղղում եմ քեզ ու ամեն ինչի մեջ ուզում եմ քո հետ լինեմ։ Խոսի իմ հետ։ Գիտեք, երբ որ դու սկսեք այտենց իր ձայնը կճանաչեք, որտեղ Հիսուս ասում է իմ գառները իմ ձայնը լսում ու ճանաչում են։ Երբ որ դու իր ձայնը լսում ես, սկսում ես ճանաչել իրեն, ինքը քեզ տանում այնտեղ։
Թեև մահվան այսօր կարդում էր, չէ՞ քուրիկը, թեև մահվան շոկի ձորի ոլ անցնեմ։ Գիտես դու կարող ես անցնես, դու ոչ մի բան չես տեսնում, բայց այնտեղ լույսն ես տեսնում ու դու գնում ես։ Կողքերդ գուցե, չգիտեմ, մռնչոց ես լսում, հաչոց ես լսում, չգիտեմ, ատամների կրճտոց ես լսում ու մտածում ես ինձ հոշոտելու եմ, բայց դու քայլում ես, որովհետև այնտեղ լույսը ասում է եկ։ Ու մեկ էլ գնում ես տեսնում ես ապահով էր, ոչ մի բան չեղավ։ Իսկ այն մյուսը բայց մութ է, ո՞նց եմ անելու։ Հավատացեք, Հիսուս այդ ամեն ինչ հեշտ է։ Քո դժվարը կարա հեշտ դառնա։ Ինչա մտածում եք մենք դժվարություն չունենք։ Ինչա մտածում եք մենք խնդիրներ չունենք։ Գիտեք, եթե ես իմ դժվարությունները, խնդիրները ասեմ, եկեք տեղերով փոխվենք, գուցե շատերը կասեք մերսի ախպեր, դու եկալ քոնը գնա, մենք քեզնից լավ ենք։ Բայց դու միշտ մտածում ես, որ դու այնքան խնդիր ունես, որ ոչ մեկ այդ խնդիրը չունի։ Գիտեք, սա այնքան կարևոր է սել եկեղեցի, որ դու հասկանանք, որտեղ է ուղղված իմ հայացքը։ Գիտեք, ինչքան դու քո խնդիրների վրա ես կենտրոնանում, այնքան խնդիրներդ մեծանում են։ Ինչքան Հիսուսի վրա ես կենտրոնանում, այնքան խնդիրներդ փոքրանում են։ Նայեք, եթե բժիշկը ասում է վերջ, Աստված ասում է վերջը չի, հավատացեք վերջը չի։ Մի քանի տարիներ առաջ էր։ Իմ բարեկամներից մեկ, այսինքն քերուս թորը, դա միջև պատերազմներ, միջև հեղափոխություններ, ասենց թեք ճանապարհի վրա հեծանիվով գալուց, այդ բան ճանապարհը ոնց որ հելնում է տայաձև խաշմերուկ, մեքենա անցնելուց լինում, այդ մեքենան չի տենում, որ այս երեխան հեծանիվով արագ իջնում է։ Չի կարողանում պայ խփում է այդ մեքենային ու այդ երեխան մեքենայի վրայից թռնում է մյուս կողմ ու գլխով ընկնում է գետնին։ Դեք շատ ծանր վիճակում տանում են հիվանդանոց։ Մենք իմացանք, գնացել ենք, բժիշկները ասում են ոչինչ չենք կարող անենք, որտեվ արունը լցվում գլխի մեջ։ Եթե դա չկանգնի, մենք ոչինչ ու ականջից սկսել էր արդեն արուն գնալ։ Դա ամենավտանգավոր բաներից մեկն է, որտեվ ականջը այդքան էլ մաքուր տեղ չի։ Եթե հանգարցակի վտանգ կա նաև արյան վարակի։ Մենք սկսեցինք աղոթել։ Ես զանգեցի իմ ընկերներին, զանգեցի Հովեդիկին, այն ժամանակ լուսահոգի Էդիկը միսիայի ղեկավարն էր, ու ինքն մտան աղոթքի։ Եվ ինքը մոտավորապես մի 10 րոպետով զանգեց ինձ, ասաց. «Մուժիկ, այդ երեխան ապրելու է»։ Ասաց, երբ որ ես աղոթում էի, Տեր ասես կյանք եմ տալու։ Ես իր հոր ասել ես երեխեդ ապրելու է, չվախենաս, ոչ մի բան չի լինելու։ Նայեց երեսիս sense աշկերը լցածում եմ, հա, մենք աղոթում ենք ու Տերը խոսեց, որ ինքը ապրելու է։ Ու դեք իրականում մի կարճ ժամանակ հետո այդ առնոսությունը դադարեց բժիշկների մոտ աբսուրդ էր դա։ Դադարեց այդ ուղեղի մեջ որ այս կեղևի տակ որ արունը լսում, սկսում է ուղեղին սեղմել։ Եվ դա կարա լիքը ահավոր անդառնալի հետևանքներ մնա, երբ որ այդ արունը շատ է սեղմում ուղեղին, ինքը կարա լիքը տրավմաներ ունենա։ Եվ գիտեք, ասա Տեր ասեց, որ ապրելու է, ոչինչ չի լինելու։ Եվ գիտեք, այդ տղան հիմա արդեն եկա մեծ տղա է, լավ գործերի է։ Գիտեք, հիմա նայեք, գուցե բժիշկները ուրիշ բան են ասում, բայց Աստված ուրիշ բան է ասում։ Եկեք նայենք ինչ է ասում Աստված։ Եկեք նայենք ինչ է ասում Աստված։ Որտեվ երբ որ Աստված ասում է ամեն ինչ օքեյ է, կապ չունի բժիշկները ինչ են ասում։ Ուրեմն իմացած եղեք, որ ամեն ինչ օքեյ է։ Ուրեմն իմացած եղեք, ամեն ինչ օքեյ է։ Բայց երբ որ բոլորը կարան քեզ ասեն ամեն ինչ լավ է, բայց Աստված լուր է։ Գիտեք ինչքան մարդիկ էին ասում, լավ է լինելու։ Լավ է լինելու։ Ասում լսեք, եթե դուք եք ասում, ինչեւ անգամից մարդիկ կան ասում, ինչ չես հավատում, ասում առաջի ուզողը ես եմ, բայց ես ուզում եմ, որ ինքը ասի ինձ։ Ձեր ասածը շատ լավ է։ Բայց եթե ինքը լուր է, դա ինձ անհանգստացնում է, իր լռությունը։ Գիտեք, խնդրում եմ ձեզ, մտածեք, մի պահ կանգնեք ու մտածեք։ Ինչ եմ անում ես։ Գիտեք, եթե դուք ընկել եք մի հատ հոսքագծի վրա, ու այդ հոսքագիծը ձեզ տանում է, գցեք ձեզ այդ հոսքագծից։ Բա որ վնասվեմ, ավելի լավ է հիմա վնասվես, քան հետո ոչինչ անես։ Ավելի լավ ոտքդ կոտրվի, ձեռքդ կոտրվի, սա հարաբերական եմ ասում։
Քան գնաս մսաղացի մեջ դառնաս, չգիտեմ, ձկների կեր ու հայտնվես ծովում։ Ավելի լավ է չունենաս մի հատ ձեռ, բայց ողջ լինես ու շարունակես ապրել, քան այդ կանվերի մնաս ու վերջում դառնաս, չգիտեմ, աղացած կեր։ Մտածեք, սելի եկեղեցի։ Կամ այն մարդիկ, ովքեր մեզ կմտածեք, մտածեք։ Իրականում ձեր հայացքը որտեղ է ուղղված։ Գուցե դիմա որոշում ես կայացնում ես կուղեմ Հիսուսին, բայց հենց հասար տուն, խոսելու են քո պրոբլեմները, քո դժվարությունները, խոսելու են մունաթը, զունաթը, ուր էիր, այսօր խի ուշացար, 5 րոպե ուշացել ես։ Գիտեք, դուք պետք է մի բան հասկանաք։ Արդյոք ես ուզում եմ Հիսուսին։ Արդյոք ուզում եմ թեկուզ գիտես դրա մեջով էլ կանցնեմ։ Բայց Հիսուսին բաց չեմ թողի։ Սելի եկեղեցիք, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, հիշեք, ամենա ապահով տեղ ես երկրի վրա եւ բոլոր տեղերում։ Դա Քրիստոսի ձեռքերի մեջն է։ Դրանից ավելի ապահով տեղ չկա։ Ու եթե դու չես ուզում այդ ձեռքերի մեջ մնաս, դու քեզ վնասում ես։ Ես մենք քիչ հետո կանգնելու ենք աղոթքի։ Կանգնելու ենք աղոթքի։ Ու կուզենամ որ գիտեք ինչ անեք, երբ որ դուք կկանգնեք աղոթքի, մի բան մտածեք, որտեղ է ձեր հայացքը։ Որտեղ է ձեր հայացքը։ Որտեղ է ձեր հայացքը։ Ուղղված է Հիսուսին։ Եթե ուղղված չի Հիսուսին, ուրեմն դա ձեզ լիքը մտածելու բան է տալիս։ Սկսեք մտածել։ Տեր ես ուզում եմ իմ։ Գիտեք, ում որ հետաքրքիր է կարակ վերջում մոտենակ մեր լուսային, ինքը ձեզ ցույց կտա։ Երբ որ ես օբյեկտիվը սկսում եմ պատտել, տեսեք ոնց է կադրը լղոզվում, խառնվում։ Եվ այդ ժամանակ ոչ մի բան դու չես տեսնում։ Հաճախ այս աշխարհը ուզում է քո տեսակետը, քո աչքերը այդպես լղոզի, որ դու չտեսնես այն թակարդները, որը ինքը լարում է քո համար։ Գնում ես ու մեկ շրախկ, բայց ես մտածում եմ, ինձ անուշ հոտ էր գալի խորոված ես, միսը դրած էր ստեղ։ Ես մտածի ուղղակի հրաշք կա, Տերը ուղարկել է ագրավին, ագրավը բերե դրել է, որ ես ուտեմ։ Հա։ Թակարդի մեջ։ Բայց Տեր ասում է լսի, դա իմ ուղարկածը չի։ Մի վերցրա, մի արա, դա ես չեմ օրհնում։ Սերի երիտասարդներ, պատկերացրեք, ամեն անգամ կարան ձեզ մի հետաքրքիր գայթակղիչ առաջարկ անեն։ Մեծահարուստ տղա է, մեծահարուստի աղջիկա։ Կամ ուստանաս սաղ կյանքդ ապահով կլնես։ Մի ժամանակ առաջ ինձ ասում էին։ Ամուսնացի սաղ կյանքդ ապահով կլնես, հարսեք գրգում ինձ։ Ասի ոչ, չեմ ուզում։ Եղբայրս մայ, ինձ itենց առաջարկան են ես կամыз ու առաջարկում են համաձայնվի 3 երեխու էր էլի։ Ես չեմ ուզում հարս գնամ։ Ես ուզում եմ իմ ընտանիք ունենամ ես։ Իմ Աստծո հետ կարամ այդ ամեն ինչին հասնեմ։ Այսօր հասել եմ ամեն ինչին։ Ու հարս չեմ, տան գլուխ եմ։ Փառք Հիսուսին։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ դու միշտ հիշես քեզ առաջարկը ինչի է տանում քեզ։ Ու երբ որ դու սկսում ես բալանսի գալ, քո կյանքում ամեն բան փոխվում է։